Երբեմն ճշմարիտ եկեղեցին հերետիկոսական է համարվում մարդկային հարաբերական չափանիշներով, այլ ոչ թե Աստվածաշնչի բացարձակ չափանիշով։ Դրա վառ օրինակը վաղ եկեղեցու հավատքն է, որը հերետիկոսություն որակվեց։ Մենք գտանք, որ այս մարդը ամբողջ աշխարհում գտնվող բոլոր հրեաներին ապականողն ու խռովեցնողն է նազովրեցիների աղանդի առաջնորդը։ Հուդայականները չէին հավատում մարմնով եկած Քրիստոսին կառչած էին հին ուխտից։ Ավելին, նրանք որպես հերետիկոսություն դատապարտեցին վաղ եկեղեցու հավատքը, որը պահում էր նոր ուխտը։ Սակայն վաղ եկեղեցին բացարձակապես հավատում էր այն խոստմանը, որ Աստված մարմնով կգա։ Նոր ուխտ կհաստատի։ Վաղ եկեղեցին լիովին հավատում էր, որ Հիսուսը մարմնավորված Աստված է։ Տարածում էր Հիսուսի հաստատած նոր ուխտը։ Վաղ եկեղեցին հրեա առաջնորդների աչքում հերետիկոսական էր թվում, բայց Աստծո տեսանկյունից ճշմարիտ եկեղեցին էր։ Աստվածաշնչի պատմությունը մեզ սովորեցնում է, թե որքան վտանգավոր է որևէ եկեղեցու հերետիկոսության մեջ մեղադրելը, հիմնվելով սեփական ուսմունքների վրա։ Ապա ինչ է բացարձակ հերետիկոսությունը, որը սահմանում է Աստվածաշունչը։ Մենք կարող ենք զանազանել Աստվածաշնչի սահմանած բացարձակ հերետիկոսությունները, քննելով արդյոք դրանք Հիսուսի հաստատած նոր ուխտից են, թե մարդածին վարդապետություններից։ Առաջին, այն եկեղեցին, որը կիրակնօրյա պաշտամունք է կատարում, մարդու ստեղծած վարդապետություն, հերետիկոսական է։ Աստված մեզ պատվիրեց սուրբ պահել շաբաթը, որպես 10 պատվիրաններից 4-րդը։ Եվ Հիսուսն էլ իր սովորության համաձայն շաբաթ օրը ժողովարանում կարդում էր Սուրբ Գիրքը։ Հիսուսը շաբաթը պահեց, որպեսզի մեզ համար հետելու օրինակ լինի։ Այսպիսով, այն եկեղեցին, որը կատարում է կիրակնօրյա պաշտամունք, ինչը Աստվածաշնչում չկա, հերետիկոսական է։ Երկրորդ, այն եկեղեցին, որը չի պահում զատիկը, հերետիկոսական է։ Զատիկը, որը Աստված պատվիրեց մեզ պահել, այն ճշմարտությունն է, որը փրկում է մեզ բոլոր աղետներից։ Հիսուսը պատվիրեց իր աշակերտներին պահել զատիկը։ Այն եկեղեցին, որը չի պահում Աստվածաշնչում արձանագրված զատիկը, հերետիկոսական է։ Երրորդ, այն եկեղեցին, որը նշում է Հիսուսի ծնունդը դեկտեմբերի 25-ին, ինչը Աստվածաշնչում չկա, հերետիկոսական է։ Սուրբ ծնունդը ծագել է Արի Աստծուն երկրպագելու հեթանոսական սովորույթից։ Աստվածաշնչում չկա, որ է գրառում, որ Սուրբ ծնունդը պետք է նշվի դեկտեմբերի 25-ին։ Այսպիսով, այն եկեղեցին, որը դեկտեմբերի 25-ին նշում է Սուրբ ծնունդը, ինչը Աստվածաշնչում գրված չէ, հերետիկոսական է։ Չորրորդ, այն եկեղեցին, որը խաչ է կանգնեցնում, հերետիկոսական է։ Խաչը մահապատժի գործիք է, որն օգտագործում էին հին հռոմեացիները։ Աստվածաշունչը զգուշացնում է, որ մարդու ձեռքով ստեղծված խաչը կուռք է, որը չի կարող մեզ փրկություն կամ հավերժական կյանք տալ։ Այսպիսով, այն եկեղեցին, որը կանգնեցնում սրբացնում է խաչը, մահվան գործիքը, որն օգտագործվեց Հիսուսին որպես հանցագործի վերաբերվելու նրան մեծ տառապանք պատճառելու համար, հերետիկոսական է։ Հերետիկոսությունը որոշելու միակ չափանիշը պետք է լինի Աստվածաշունչը։ 2000 տարի առաջ այն մարդիկ, ովքեր իրենց ուսմունքների հիման վրա Հիսուսին հերետիկոս անվանեցին, բոլորը կործանվեցին։ Նույնն է նա այս դարաշրջանում։
Մարդաստեղծ ուսմունքներին հետո եկեղեցին ի վերջո կկործանվի, քանի որ Աստվածաշնչի համաձայն դա բացարձակ հերետիկոսություն է։ Տարբերեք ճշմարիտ եկեղեցին, որը հետում է Աստվածաշնչի ուսմունքներին, կեղծ եկեղեցիներից։ Մտեք երկնքի արքայություն։